Գիտեք ինչ կա, քաղաքականությունն ունի իր կանոնները։ Առավելագույն ցայն ստացած ուժին եթե չես սատարում, ինքն էլ չի սատարելու, ավելի քիչ ցայն հավաքող ուժի օգտին չի քվեարկելու եւ գալու ենք մի բանի, որ վիժեցնելու ենք համախմբումը ընդդիմադիր դաշտում, որը անցանցալի է։ Բայց քաղաքականությունը բանակցությունների արվեստ է, ամեն ինչ բանակցություններից է կախված։ Բայց ոչ ժողովրդի քվեի հաշվին առևտուր անելու, կուլիսային բազարների մեջ մտնելու, պաշտոնակրվի վերածելու, պաշտոնների բաժանման վերածելու, դրա ես համաձայն չեմ, որ այդտեղ բանակցություններ են պետք։ Պետք է հստակ դիրքորոշում, որպեսզի քվե տվողը հասկանա, ինչի համար է քվե տվեց ես։ Բայց քարոզարշավը լրիվ այլ ուղղությամբ էր գնում, այսինքն ըստ էության ասվում էր, որ պետք է նախկին բարքերից մաքրվի, այնտեղ Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանի դեմ էր քարոզարշավանը մի շրջան, դրանից հետո այդ քվեն նույն ընտրողի տալ Վարդան Ղուկասյանն այստեղ հակասություն չեք Ի վերջո նպատակը մեկն է եղել ամբողջ ընդդիմադիր դաշտի։ Առաջի օրվանից բոլորը հայտարարել են, որ չենք միանալու քաղաքացիական պայմանագրով։ Հիմա դա թողնենք, այդ գլխավոր հարցը թողնենք, անցնենք մնացած հարցերին, պետք է հարգել Գյումրեցու քվեն։ Հաշվի առնելով իշխանության կողմից հնչող հայտարարությունները պարզ է դառնում, որ օրերի հարց է Վարդան Ղուկասյանի ազատության մեջ մնալը։ Այդ դեպքում ընդդիմությունը ունի SP-պլան B, ինչ են անելու։ Ես նորից եմ քաղաքացիական պայմանագիրը անկանխատեսելի է, իշխող վարչախումբը անկանխատեսելի է, մինչև չտեսնեմ գործողություն, չեմ կարող հետագա քայլի մասով ինչ-որ հայտարարություն անեմ։ Չէ, դուք կարծում եք օրինակ Սարիկ Մինասյանը հենց այդպես ավականու մանդատը կպահեր։ Ես գետնի վրա ապրող մարդ եմ, ես հրեան մարդ եմ, տեսնելուց հետո նոր կարող եմ արձագանքել որևիցե քայլի, որևիցե ասածի։ Իսկ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից հետո վարչապետի խոսնակ Գրիգորյանն ասաց, որ դուք շտապել եք, դուք Ռուբեն Մխիթարյանը եւ այդպիսով իրեն նաեւ անհարմար վիճակում եք դրել։ Դուք այս մասով ինչ կարող եք ասել, ինչու դեռ լույսը չբացված հայտարարեցիք Վարդան Ղուկասյանին աջակցելու մասին։ Նայեք, շատ համարն եք, կին լրագրողին չտվեցիք այդ առավելությունը, բայց ասեմ, ես նոր պատասխանել եմ, դուք ներկա չէիք, Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը դա իմ հանդեպ ոչ մի վատ բան չէր նշանակում, շտաբողականություն չենք ունեցել, բացարձակ, որովհետև խոսքի տեր կանգնելը 1 ժամ առաջ թե 10 օր հետո կապ չունի։ Եվ մեր նպատակը եղել է քաղաքացիական պայմանագրին իշխանաձերգելը։ Եվ առաջի օրվանից հայտարարել ենք, որ յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի առավելագույն ձայներ ստացածի օգտին քվեարկելը մեր համար պատվի հարց է, որովհետեւ չթողենք քաղաքացիական պայմանագիրը ցույց տա, որ ինքը առավելություններ ունի նաև Գյումրի քաղաքում։ Հիմա ինչ պատասխանատվություն եք ԱՔՊ-ին զրկել։ Բեսպրիձելը ես չեմ հասկանում ձեր ասած բանը։ Դուք չեք հիշում Վարդան Ղուկասյանի իշխանության տարիները Գյումրիում չեք ապրել։ Տեսեք, երբ որ դուք խոսում եք այդ բեսպրիձելից, պետք է ամեն ինչից խոսենք, վիժեցնենք համախմբում ընդդիմադիր դաշտի եւ քաղաքացիական պայմանագիրը ծափ տալով դեմքի հրջվանքով ցույց տա, որ այդքան երկրին վնաս հասցնելուց հետո ինքը նորից ունի լեգիտիմություն։ Որբիսի դրան չհասնենք, չպետք է ավելորդ բարեր բարակապակցություններ օգտագործենք եւ փորձենք համախմբման միջոցով չթողել ոչ բեսպրիձել քաղաքում, ոչ չարաշահումներ, մենակ լծվենք քաղաքի զարգացման ծրագրերով։ Հիմա կիսում եք Բաղդասարյանը դրանում էր արել, որ Գյումրեցու եւ Գյումրի համար ամբողջ պատասխանատվությունը հիմա դուք եք կրում ու հանկարծ Գյումրեցու գլխից մի մաս չպակասի, կիսում եք այդ պատասխանատվությունը, թե չէ, ու ինչ չափով եք արդեն պատասխանատու լինելու որոշումների համար։ Որևիցե մեկի ասածով չէ, որ մենք կիսելու ենք պատասխանատվություն կամ ոչ։ Ես նորից ասեմ, հայտարարություն եմ արել, մամլոասուլիս եմ հրավիրել եւ ասել եմ, որ մենք պատասխանատու ենք բացառապես մեր քայլերի համար, բայց Գյումրեցու տված քվեին տեր կանգնելով նաև պատասխանատվություն պետք է ստանձնի յուրաքանչյուր ուժ, կապ չունի անցած թե չանցած, կապ չունի ինքը արվեստագետ է, ինքը
գործարար է, պետք է պատասխանատվություն կրի քաղաքի յուրաքանչյուր անկյունի համար։ Եթե այդպեսի մոդեցումով մենք չմոդենանք հարցին, ուրեմն մեր Գյումրին ոչ կառուցվի, ոչ կունենանք զարգացած Գյումրի, ոչ էլ կունենանք լավ հարաբերություններ։ Շնորհակալություն բոլորիցս։ Ասում եք դուք ասացիք, որ Ժորժ Նիվարյան նպատակներ ԿՊ-ն, որպեսզի Գյումրին ԿՊ-ական քաղաքապետ չունենա, բայց խնդրում եմ դեմքով դեպի տեսախցիկները, որ կարողանան ֆիքսել։ Ընդդիմադիր դաշտում էլ ասում են, եթե օրինակ այդ հաղթանակը չպիտի տեղափոխվի համապետական բնույթ, ինչ տարբերություն հիմա օրինակ Սարիկ Մինասյանն էր, թե Վարդան Ղուկասյանը, ավելի լավ կառավարեր Սարիկ Մինասյանը։ Ով է ասում։ Ընդդիմադիր դաշտում Ես չեմ լսել։ Ասում են, եթե պիտի փողոց Սարիկ Մինասյան, այսինքն ենթադրություն ենք անելու Սարիկ Մինասյանն ավելի լավ է կառավարելու, քան մյուսը, հա։ Չէ, ասում են, եթե Ես այդ բամբասանքներին չեմ ուզում տրվել։ Քաղաքապետ չունենա, լավ, չունեցա։ Չեմ ուզում տրվել բամբասանքներ, բայց ժամանակ չկա էլ, արդեն ստորագրենք գնանք։ Իհարկե ոչ, ուղղակի մենք պատասխան։ Բայց ինչի եք ես ձեր հանդեպ հարգալից եմ։ Ես առավել եւս տեսեք։ Չէ, ընդրով եք ասում, եթե հիմա եթե բոլոր լրագրողներին պատասխանեն, չեմ կարողանում ինքնին մասնակցել։ Պատասխանատու եք միայն ձեր քայլի համար, որ քվեարկում եք։ Նաև Գյումրիի համար։ Բայց չկիսում իր հետ։ Նաև Գյումրիի համար։ Դուք կարող եք պատասխան տալ իմ փոխարեն, բայց դուք կարող եք պատասխան տալ երկրի համար։ Դե եթե ես ձեր մասով, ձեր չափով։ Երաշխավորեմ, բնականաբար Երաշխավորել ինչ է։ Երաշխավորելը Հիմա ո՞րն որ է։ քվեարկում եք, երաշխավորում եք։ Տեսեք, նորից եմ ասում, եթե մտանք այդ դաշտ, համախմբումը վիժեցնելու ենք, քաղաքացիական պայմանագիրը վերընտրվելու է եւ իմ եւ ձեր նման մարդկանց, հայրենասեր մարդկանց վրա ծիծաղելու է։ Թույլ տանք թե թույլ չտանք։ Հարց ուղում եմ ձեզ, հարց ուղում եմ ձեզ, թույլ տանք թե թույլ չտանք։ Ես պատասխանեցի ձեզ արդեն։ Հաշվի չնստեցիք 17000-ից ավելի մարդ։ Ես վստահ չեմ, որ 17000-ից ավելի մարդ բնական ճանապարհով ընտրել է, քանզի քաղաքում լուրեր են տարածվել, որ եղել են կրկնակվեարկություններ, եղել են լցոնումներ, եղել են, ես չգիտեմ, առանցին ներողություն, ես ասում եմ լուրերի, ըստ լուրերի, քաղաքացիների տված լուրերի, ինչպես որ միշտ դուք եք մեջբերում, քաղաքացիներն ասում են, նաև մեր մարդկանց են քաղաքացիները ասել, որ մեր բնակարանի վրա 4 հոգի մարդ եղել գրանցված ավել, բայց մենք չենք ճանաչել կամ հարևանը Ով են ստացել։ քանի որ նորից եմ ասում քաղաքացիներից եկել է այդ մեսիջը ուրեմն մենք կարող ենք նաև կասկած ունենալ չէ ուզում եմ շնորհակալություն